Նիկոլ Փաշինյանը այսօր միացավ արդեն հերակաբանավեճին երկու նախկին նախագահների թիմակիցների թե ով է իրեն բերել իշխանության 4 գրառում է արել այդ թեմայով ծանոթ եք այդ գրառումներին Իհարկե ծանոթ եմ ընդհանրապես ես կարծում եմ ես իր հոգեվիճակը լավ եմ հասկանում եւ ես հասկանում եմ թե ինչի է ինքը այսօր ստրեսի մեջ որտեւ ինքը իրականում գիտի որ Գյումրիում այդ որ վարկյանը մեկ ինչ որ ռիլեր են դնում իր թիմակիցները այդ ամբողջ սարքած շոու է եւ ինքը իրականում գիտի դեպ Գյումրիի մասով ինձ երեք ահազանգեցին որ այսպես կոչված Սովրանոյի Արմանը ով էշ ես փալան սկզբունքով բոլոր նախկին իշխանություններին ծառայելա ըստ գյումրեցիների եւ ըստ մամուլի հրապարակումների ջավախքից բերված գրանցված քաղաքացիներ կան նաեւ մեր շատ սիրելի հնդիկներն են ուրեմն քվեարկելու տեխնացուներ Գյումրիի մի հատ ուշադիր եղեք որ բոլոր իշխանություններին ծառայած անձը որը պատասխան է տալու այս ամենի համար չկարողանա իր սև գործը իրականացնել վերադառնալով Նիկոլի ստրեսային վիճակին եւ առավոտից 4 հատ գրառմանը գիտեք ես ամեն օր ասել եմ եւ հիմա էլ ասում եմ սա անամոթ սա ամբարո օրակարգա ով բերեց Նիկոլ Փաշինյանին որտեվ երբ որ նայում ենք թե այդ օրակարգի մասին ովքեր են ամենաշատը գոռում մարդիկ ում ես անձամբ տեսել եմ 18 թվականին ապրիլյան օրերին հրապարակում Նիկոլ բերելիս եւ Նիկոլ պաշտպանելիս ում հարցարածնուրը նաեւ ձեր լուսանկարը Նիկոլ Փաշինյանի ուրեմն գիտեք եթե ոմանց թվում է ես չեմ հիշում որ 18 թվականին ես քվեարկել եմ Նիկոլ Փաշինյանի օգտին եւ ինձ պետք է այդ նկարը ուղարկել որ ես դա հիշեմ բայց ես միակ падգամավորն եմ այն 45 падգամավորներից ովքեր մայիսի 8-ին քվեարկել են Նիկոլին որ ասում եմ եւ ամեն օր ապաշխարում եմ եւ ամեն օր իմ աշխատանքով ամեն ինչ անում եմ որ ազգադավ պետականակործան այս ռեժիմը հեռանա ես զարմանում եմ թե ինչու չի խոսում Կարեն Կարապետյանը ասելիք չունի Կարեն Կարապետյանը ի վերջո ես կրկնում եմ այն մարդիկ ովքեր ռուսական, հայկական, չգիտեմ BBC-ներին եւ CNN-ներին հարցազրույց էին տալիս եւ հիմնավորում էին թե ինչի պիտի Սերժը գնա ու Նիկոլը գա այսօր բոլոր ծակերից ասում են բա ով բերես Նիկոլին դու տղա ջան դու աղջիկ ջան որ ինձ հետ միասին 18-ին կանգնած էր հրապարակում հայելի չունես ասել եմ Վայլբրիսից մի հատ հայելի պատվինեմ մի հատ վերցրու դեմքդ նայի քեզ տես եւ գիտեք ամբարո է որ այսօր երբ որ երկիրը կանգնած է գոյաբանական խնդրի առջև հա երբ որ Ադրբեջանից մենք լսում ենք ռազմատեչ հայտարարություններ երբ որ Անկարայում Ալիևը խոսում է իր հավակնությունների մասին Սյունիքի վերաբերալ այսօր մարդիկ ովքեր բերել են Նիկոլին ասում են բայց всё-таки ով բերեց Նիկոլին всё-таки բերեցիր դու